Բարեձեզ, մենք երեք ականատեսը եղանք այս ամոթալի պատկերի, որտեղ մի խումբ մարդիկ հոգևորականի, հոգևոր դասի եկեղեցականի վեհարով գնացել էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, բոլորիս ամոթն ու խայտարակությունը, նաև որ այս մարդկանց մեջ էր Տեր Վրդանեսը, Արցախի թեմի առաջնորդը, խնդրեմ ինչ ունեք ասելու, հենց հիմա հոգևոր խորհրդի ժողով է Մայրաթորում, բյուրականի հոգևոր քահանա Տեր Վրդանեսը դուրս է եկել լրագրողների հետ զրույցում, ասաց, որ ըստ էության եթե օրինակ ինքը լիներ վեհափառը, ապա հենց երեք այս մարդիկ կարգալույց եղած կլինեին եւ արդեն այսօր Գարիկ Կիրակի նոր եպիսկոպոսներ կոչվեին, բայց փառք Տիրոջը, որ ինքը չէ, որովհետեւ մեր վեհափառը ըստ էության այնքան լայնախոհ եւ նվիրական մարդ, որ գուցե ների այս մարդկանց, եթե իհարկե իրենք զղջան իրենց արածի համար, բայց սպասենք ընթացքին դուք ինչ ունեք ասելու եւ մասնավորապես նաեւ հենց Տեր Վրդանեսի վերաբերյալ, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես գիտեք իմ կյանքում միշտ շատ զգուշ եմ եղել այս նմանատիպ process-ներին արձագանքելու, նմանատիպ մարդկանց պահվածքին արձագանքելու, բայց այսօր ոնց որ ասում եք մենք ականատես ենք մի հատ իրավիճակի, որ մարդկանց էությունը կամ իրանց դրսևորումը գալիս է մի հատ հասունանում իրավիճակ, որ իրենք ընդհանրապես եթե հոգևորականը կապ չունի հոգևորական այդ բանի հետ, եկեղեցու հետ, եթե ինքը քաղաքական ինչ որ դերակատար է ընդհանրապես քաղաքականության հետ ինքը կապ չունի իր պահվածքն է ցույց տալիս դրանով ու մնացած բոլոր ոլորտների հետ այդ նմանատիպ ձևակերպումը։ Ես խոսքի չէի անդրադառնա հաշվի առնելով որ նորից եմ ասում, ես շատ զգուշ եմ նմանատիպ բաների արձագանքների հետ կապված, բայց եթե այդ խմբի մեջ ներգրաված է եղել Արցախի թեմի առաջնորդը, ես որպես արցախցի երեք իմ գրառումի մեջ եմ արտահայտել իմ տեսլակետը եւ այսօր ես նորից էլի կրկնակի կանդրադառնամ առաջնորդի Արցախի թեմի առաջնորդի պահվածքի բանով։ Դա անընդունելի է առանձնապես արցախահայության կողմից, դա անընդունելի է Արցախի կորուստի կործանումից հետո, դա անընդունելի է այդ իրավիճակում արցախահայությունը հիմիկվա իրավիճակում գտնվելու պարագայում գնալ այն համար մեկ մեղավորի ձեռը սխմել, որ մենք այսօրն ենք հասել Արցախի կործանման վաճառման իրական դեմքերի հետ, որոնք համագործակցել են թշնամու հետ Արցախի կործանումը, ասելու եմ 10 օր էլ ասնի, 10 տարի էլ ասնի, մինչև դրանք պատժի չենթարկվեն, միշտ ասելու եմ, այդ մարդիկ եղել են համար մեկ ղեկավարները Արցախի կործանման մեջ։ Արցախի կործանման մեջ հասկացողության բառի հասկացողության իմաստը մեր առաջնորդի, որ ասում եք առաքելական եկեղեցու կողմից ներկայացված Արցախի թեմի առաջնորդին, դուք գիտեք, չէ, տեսնում եք, չէ, տեսել եք, չէ, ադրբեջանցիները ոնց են վերաբերում մեր եկեղեցիները, որ Արցախում մենք թողեցինք։ Դուք ինքներդ տեսել եք, չէ, որ ադրբեջանական թուրքերը ոնց են վերաբերում մեր հազարամյա պատմություն ունեցող Արցախին, Սուրբ Արցախի նկատմամբ։ Ձեր որոշումը, դա ձեր որոշումն է։ Գնացել եք ձերը սխմելու, դա ձեր որոշումն է, բայց դուք պատմական կամ էլ մարդկային մեծ սխալ եք բաց թողել։ Դուք լինելով նույն կերպարը խոսքի երկրի ղեկավարը, որ մի քանի ժամանակ առաջ ասում էր Արցախը Հայաստանն է ու վերջ, Արցախի նկատմամբ հայկական լինելը կասկածանքի տակ չէր դրում։ Արցախի հետագա հարցի որոշման ինքնուրույն ինքնագլուխ որոշում չի լինելու ու նմանատիպ տենց արտահայտություններ դուք էլ ունեք այդ արտահայտությունները, դուք էլ ունեք ձայնագրած խոսքի լրատվականների խոսքի դեմ առաջ կայնած,
ինչ բառեր էիք մեկնաբանում, ինչ խոսքեր էիք խոսում, ինչ ցավալի բաներ էիք ներկայացնում Արցախի կորուստի կամ Արցախի հետ կապված այդ խնդիրներին։ Բայց այսօր ինչ պատահեց, որ դուք վերցրիք մի հատ ուղղություն կամ որոշում, գնացիք ներկայ իշխանության հետ համաձայնությամբ ընդդեմ Հանրաքելական եկեղեցուն։ Ես ասեմ դա անձնական որոշումն է։ Անձնական որոշումը ինչի հետ է հիման վրա է գալիս։ Ես որ սրանից առաջ մի քանի երգիչների քննադատեցի, որ ձեր համար տարբերություն չկա, որտեղ եք երգում, ում առաջ եք երգում։ Ու դրա հիմնական խնդիրը, հիմնական աղբյուրը ասել եմ փողն է։ Ես ձեզել եմ ասում, որ ձեզել դուք եք փողի զոհ դարել։ Դուք եք բոլորը գնում ազգի անունից ինչ որտեղ ներկայացնում եք ազգի ցավը, բայց դրա տակ դուք փող եք վաստակում, փող եք բանանում աշխատում։ Ինչի համար եմ ես այսօր ցես բացառիկ ասելու, որովհետև գնում եք կործանման, ձեր նմանները մնացածները թե քաղաքական դաշտում այդ մաշենիկներն են, թե մնացած այդ ոլորտներում այդ նմանատիպ տես կոչված, որ ասում եմ քահանաներն եք, թե ինչ եք, սրբազաններ եք, տես որ ասում եմ, դուք սրբազան պիտի լինեք ազգի ժողովրդի հետ միասին։ Դուք սրբազան պիտի լինեք այն ուղղության, այն գործի, որ ազգի շահերն է, ժողովրդի շահերն է առաջնահերթում։ Այդ ժամանակ մենք որ ասում եմ կողքեվորվենք կամ այդ ժամանակ կմեկ ողջունենք։ Այս բառերը ես ստիպված եմ ասում։ Ես արդեն ամեն օր որպես հայ, որպես Արցախահայ, տեսնելով որ մեր ցավերը կրկնապատվում է ձեր մեղքերով, ձեր անգործությունով, ձեր նմանատիպ որոշումներով, ձեր նմանատիպ քայլերով, որ դուք ոչ թե մեղմացնում եք այս ժողովրդի ցավն ու դարդը, ոչ թե այս ժողովրդին տանում եք ինչ որ հարցի լուծման, այլ դուք ավելի եք կրկնապատում մեր վաղվա օրվա ծանր իրավիճակը, որ մեկ սպասում է, ավելի եք վտանգի տակ դնում մեր հայի էությունը, հայ ապրելու այս հողի վրա։ Կարող է Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանները չէին կարողացել գնալ ձեր սեղմեն, գնան ինչ-որ բանին համաձայնվեն, կամ ինչ որ դիրքորոշման ընթացքում որոշումներ այդ նմանատիպ կայացնեն, գնացել են իրենց զոհաբերելով, գնացել հիմի բանում անազատության մեջ են։ Բայց բանի այդ որ այսօր այդ ուղղության վրա աշխատանքներ է իրականացնում ներկայ իշխանությունը, Հանրաքելական եկեղեցու նկատմամբ, ձեր մոտ հարց չի ծագել ինչի համար է դա անվում։ Բայց այդ նմանատիպ գործը որ Արցախի հետ կապված անում էին, Արցախում գտնվող, Արցախում ապրող հայերը հələ այն հույսը հավատով են, որ Արցախը հայկական է մնալու, Արցախը հայկական լինելու է։ Այդ նմանատիպ process-ները այն ուղղության վրա էին, չի անում, վերջում ինչ ստացանք։ Վերջում Արցախը կործանվեց, չէ՞։ Բայց եթե նոր այս իշխանությունը տենց մտահոգված էր, տենց սրտացավ էր, բախի տարավ կործանման։ Բայց այսօրվա իրավիճակում Հանրաքելական եկեղեցու նկատմամբ եթե իրենք տես մտահոգված են, եթե իրենք տես մտացաված են, բայց այնքան եկեղեցիները խի բան արեցին, վաճառեցին թուրքերին։ Բա ում հետ է գալիս ձեր սեղմելու։ Հա, եթե սրանք ինչ որ պարագայում արդարացրած լինեին իրենց տված խոստումները, հա, եթե սրանք ինչ որ պարագայում իրենց զոհաբերած լինեին, կասեինք արել են, ոչ թե ուզել են, այլ մի բան ուզեցել են անենել։ Ախր սրանք ոչ մի բան չեն արել, ինչ էր արել են, տարել են կործանման։ Կործանման հիմքը առիթը եղել է դավաճանությունը, դրա հիմքը առիթը եղել է փող վաստակելը, ուրիշ բան չկա։ Հիմա այսօր դուք գնում եք այդ մարդկանց հետ ձեր սեղմելու կամ համամիտ լինելու այսօրվա process-ները եկեղեցու դեմ նկատմամբ, որպես ինչ։ Դուք վաղվա օրը ոնց եք ձեզ արդարացնելու ձեր դեմքերը, ձեր էությունը։ Դուք գիտեք, որ Հանրաքելական եկեղեցին բացի մայր Հայաստանում դա միջազգային ինչ հեղինակություն ունեցող կառույց է։ Ու ոչ թե ես եմ ասում մնաց, սա միջազգային հանրությանը այդ բանում, այդ ոլորտում մարդիկ ներկայացուցիչները միշտ խոնարհվում են հայ եկեղեցու, հայ Հանրաքելական եկեղեցու առաջ, որովհետև դարավոր պատմական ժամանակահատվածում միայն հայ Հանրաքելական եկեղեցին է եղել, որ քրիստոնեության ամենաուժեղ, ամենասկզբունքային process-ների բանն է եղել, որ ասում է սկզբից մինչև վերջ, մինչև այսօրվա օրը։ Այդ գործողության process-ները ինչ իրականությունն է, ինչ իրականում մենք տեսնում ենք, դա ընդհանրապես
ժողովրդի հանրությանը չի հետաքրքրում, ասեմ ինչի համար, ստեղ ազնական որոշումների կամ ազնական վճիռ խնդիրների լուծման հարցեր են բանանում, ստեղ հանրությանը մի ներգրավեք այդ պրոցեսների մեջ, հանրությանը գիտին, հանրության մի մասն էլ ես եմ, որպես հայ, որպես արցախահայ, ես գիտեմ, ես ով եմ, ես քրիստոնյա եմ, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես ամեն ինչ իմ կյանքում ծնվելուց, մեծանալով, ես միշտ դա եմ իմ մեջ, որ ասում եմ ներգրավել, ես միշտ իմ անցյալ բանը, որ ասում եմ ծնողներս սա, թե բոլոր ինչ շրջապատում եղել եմ, միշտ դա եմ ես, որ ասում եմ, դրանից եմ ծնվել, որ հայ առաքելական եկեղեցին մեր առաջնային, որ ասում եմ, մեր այսօրվա իրավիճակում, այս տարածաշրջանում, թե ընտանիքից սկսած, թե այս տարածաշրջանում սկսած, թե հայ լինելու, հայ ապրելու համար ամենասկզբունքային, ամենասրբություն ունեցող բանն է, հիմքերն է։ Մենք այսօր այդ դրա ուղղության վրա ենք աշխատում։ Եթե դուք մտահոգված եք հայ ազգի, հայ ժողովրդի համար, ամենքս պիտի ուղղված լինեք հայ առաքելական եկեղեցուն հոզորացնելու, թիկուն կանգնեք ավելի ուժեղացնելու, որովհետև ունեցել ենք երկու ավելի այս պարագաներում, այս վերջին ժամանակներում տասնյակ տարիներին առանձնապես ունեցել ենք երկու հատ կարևոր հանգամանք։ Մի հատ կարևոր հանգամանքն եղել հայկական Արցախը պահելու համար, որպես թշնամու բերանը փակելու, որովհետև թշնամին հայկական Արցախը, որ ինքը վերականգնել է իր հայկականությունը, դա թշնամու ամենամեծ կործանումն է եղել։ Այ մենք դրա ուղղության վրա պիտի աշխատեինք, որ հայկական Արցախը մնար, որ ես մինչև օրս ասում եմ, այդ կործանումից հետո էլ այդ հարցը միշտ ամենօրյա բանում պահեք, ամենօրյա ռեժիմի մեջ պահեք, առաջնային պահեք։ Ինչի համար եմ ասում, որ ուրիշ հարցեր չծագի։ Մենք դան անտեսում ենք, մենք Արցախի հարցը մոռացության եք տալիս, դրա համար սրանց հնարավորություն եք տալիս, որ երկրորդ հզոր այսօրվա իրավիճակում կարևորություն ունեցող հայ ազգի համար այդ բանը հայ առաքելական եկեղեցուն հարվածի տակ դնեն կամ փորձեն ինչ-որ վատ կամ գործողության բան դարձնեն։ Սա բոլորը թուրքացման ծրագրի մեջ կա։ Թուրքացման ծրագիրը իրականություն չի կարա դառնա Արցախի կործանումից հետո, որ չանցնեն եկեղեցուն, որովհետև երկու հատ ուժեղ հանգամանք ա եղել, որ դիմադրել է Թուրքին, երկու հատ ուժեղ բան ա եղել, դաշտ ա եղել, որ այդ դաշտում իրենք չեն կարողացել հաղթեն, բայց կարողացան հաղթեն հայի մեջից գտնելու թշնամիներով, դավաճաններով։ Թուրքը կարողանում է հաղթել, եթե հայի մեջ դավաճան կա, առանց դավաճանի թուրքը չի կարող հային հաղթել։ Հիմա այսօրվա իրավիճակում այդ դավաճանության շարունակությունը գնում է եկեղեցու նկատմամբ։ Ես մեր այս Արցախի թեմի առաջնորդին շրջապատին եմ մինչև գալ այստեղ մի քանի հասցրել եմ հարցեր տալ կամ զանգել, որ ես կարողանամ այսօրվա իրավիճակում մտքերս կամ բանը ձևակերպելու համար տեսակետ ունենալ, բացի իմ, Ես գիտեք, էլի ոգևորված չեմ, որովհետև այդ շրջապատի մարդիկ էլի խուսափում են պատասխանից։ Դուք ամենօրյա ռեժիմով, անընդհատ ռեժիմով այդ մարդու հետ համագործակցելով, շփվելով, ինչ-որ պրոցեսներ եք փորձելով զարգացնել այս մեկը մյուսը, դուք ավելի լավ եք տիրապետել այդ մարդու տեսակետնա կամ այս մեր։ Այսօրվա իրավիճակում ինչի համար եք լռում, այսօրվա իրավիճակում ինչի համար եք բարձրաձայնում կամ խոսում։ Այս նմանատիպ իրավիճակ էլ հենց Արցախում էիք ապրում, որ այն ժամանակ պիտի այն կարևոր դերակատարները արձագանքեին, չեն արձագանքել, ասել են ժամանակը գա ասելու ենք, որ պիտի այն բաները Արցախից բարձրաձայնեին, որ ստեղի իշխանությունը չկարողանա գեներացնի այդ գործողության պրոցեսը արագընթացքի բան տա, էլի չեք արել։ Եկել եք այս իրավիճակում հայտնվել, որ էլի Արցախի հետ կապված կարևոր մեր իրավունքների հետ կապված կամ միջազգային հարթակներում լսեցնելու համար կամ ընդհանուր մենք ցույց տանք, որ Արցախի հարցը փակ չի, որ Արցախի հարցը կարևոր նշանակություն ունի ապագա հայ ազգի զարգացման կամ մնալու համար, էլի լռած եք, էլի եք ասում ժամանակը գա ասելու եք, որ ժամանակի մասին եք խոսում, Արցախ եք կորցնել, ասել եք ժամանակը կգա, այս ժամանակում էլի չեք խոսում, ասում եք ժամանակը կգա կասեք, չէ, դուք վախկոտներ եք, դուք համագործակցողներ եք բոլորի հետ, դուք այն առաջնորդներ չեք կամ դուք այն ղեկավարները չեք, որ այսօրվա իրավիճակում դուք կարևոր հարցերի լուծումների պատասխաններ տաք, որովհետև պատասխանատվություն պիտի կրեք, պատասխանատվություն դուք կրող չեք, դուք այդ տղայությունը չունեք պատասխանատվություն կրելու համար։ Ես առանձին ուզում եմ մեր ժողովրդին, մեր հայ ազգին,
բան ասում ուղերձեմ ու կոչ սիրելի հայրենակիցներ, այս իրավիճակը մեր բոլորիս համար ամեն ինչ բացում է մեր առաջ։ Ամեն ինչ իրադարձությունների ընթացքում մենք, որ տարբեր ժամանակահատվածում ինչ որ հարցերի պատասխաններ ենք ուզում ստանալ, այս ընթացքում մենք բոլոր այդ պատասխանները ստանում ենք, արդեն իրական, որ ասում եմ, իրավիճակը ուտեսնելով ինչի ինչոցա, ով է կամ ինչ ժամանակ ով է իր դիրքը փոխում ու ինչի համար, ինչի շնորհիվ։ Բոլորը մենք գիտենք, ոչ մեկը դեռ չհուսահատվեք։ Էլի վերջում հզոր իմ ազգս, իմ հայ ազգս իր համախմբվածությունով բոլոր այդ մարդկանց այդ դավաճանի տեղնա դնելու, հզորին էլ հզորի տեղնա դնելու ու ինքն էլ իր որոշումը կայացնելու, ում թիկունքին կաղնի ու ինչ պարագայում էլ ինչ ձևակերպումով ներկայանա։ Առանձին ուզում եմ ես շեշտադրումներ անեմ, որ բոլոր նմանատիպ հարցերի հետ կապված հանրային դաշտում ունենք, ես մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ, հանրային դաշտում ունենք սենց սկսած այս fake ինդիմադրները, որոնք ձևացնում են իրենց ինդիմադրներ, բայց իրականում քանդում են ինդիմադրը հարթակը դաշտը, այդ ներկայացուցիչներին, ոնց որ էլ եկեղեցու մեջ այդ ձևական կամ էլ ինչ որ բաներով այդ սրբազան կամ քահանաները, ձեր այդ ժամանակահատվածը, այս կարևոր դերակատարություն, պատմական կարևորություն ունեցող ժամանակները, դուք ինքներդ ձեր դերակատարությունը ցույց եք տալիս, ով եք դուք։ Մենք ընդհանուր ժամանակի ընթացքում հանրության ուժում եմ շատ ուշադիր եղեք, շատ հետևեցեք, ներգրավեք այս process-ների մեջ, ներգրավությունը ոչ թե ձեր ասում եմ անձնապես գնաք ինչ որ process-եր, եթե պետք է լինի պաշտպանելու էդի ուրիշ բան է, բայց որ ավելի լավ տիրապետեք ով հանրության մեջ կամ տարբեր ոլորտներում ինչով է զբաղված, սպեկուլյանտներով եկեք լցվել եք։ Ես այս վերջի ժամանակներից բացի այս Արցախի կործանումից հետո այդ նույն սպեկուլյանտները, որ Արցախում են եղել, նույնն էլ տեսնում եմ ստեղ այդ նույն սպեկուլյանտները, այդ քաղաքական ընդդիմադիր ձևակերպող այդ ներկայացուցիչները կամ այդ բաները, այդ ղեկավարները, որոնք դեռ ժամանակ խաղում են հայրենասիրություն էին խաղում, նվիրված դեմքեր էին խաղում, պատասխանատու դեմքեր էին խաղում, այսօր եկած ստեղ մի մասը չկա, կորել են, որովհետև երևի ինչ որ այդ դրանից էլ օգուտ են քաղել ու առանձնացած է, այն մնացածն էլ ով այն մարդկանցից էր սնվում, որոնց մեղքով Արցախը կործանվեց, այն մարդկանցից էր սնվում, որոնց այդ ներկա իշխանության կողմից սնվեցին, այդ դրանց հիման վրա էլ իրենք շարունակում են խաղալ այդ ընդդիմադիր հայացքները կամ այս մեկը մյուսը, այդ դրանց եմ ուզում ասեմ, վաղվա օրը նորից եմ ասում, անպատիժ մնալը չի նշանակում, որ դուք ինչ որ կյանքի ընթացքում հաջողությունների եք հասել։ Հաջողությունները կյանքի ընթացքի ժամանակահատվածներում է դա երևում, դա հաջողություն է եղել, թե դա ինչ որ ասում եմ իմ մեկի հաշվին կամ ինչ որ սրիկայության անելու հաշվին եք դուք այդ հաջողությանը հասել։ Դա հաջողություն չի, ազգի ցավի վրա հաջողության այդ ձևի նմանատիպ հաջողությունները դա ոնց է, դա ստորություն է, դա նիգադիայություն է։ Վերջտվեք այդ ձևական խաղացումները կամ խաղալը հանրության մեջ մեղավորներին փնտրելն է այդ process-ների ընթացքում կամ էլ այս ընթացքում ինչ որ էս մեկը մուսը ձեր մեղքերի մասին դուք խոսացեք, ձեր դերակատարության ընթացքում դուք ինչեր եք արել, բոլորս էլ տեղյակ եք, թե Արցախի հանրային դաշտում այդ եղածները, թե հիմիկվա մայր Հայաստանում գտնվող բոլոր քաղաքական ներկայացուցիչների մասին, ընդդիմադիր մի խաղացեք, իրական ընդդիմադիրը երևալու է, ով է, որտեղ է կոնկրետ գործողության process-ների իրականացման մեջ։ Նույնն էլ հայ առաքելական եկեղեցու այդ ինստիտուտի կարևորության մեջ մենք հանրային մեծ դերակատարություն պիտի ունենանք, բայց դա էլ մեկ մի սարքեք ինչ որ բլոգերներ կամ ինչ որ ներկայացուցիչներ հետևորդներ հավաքելու համար ինչ որ բաներ եք խոսում կարևորությունների մասին, վերջ տվեք, մեկ սա ծանր իրավիճակում եք, այս դրությանից դուրս գալու համար, սա մի ընտրեք ինչ որ ոլորտ, ինչ որ ուղղություն փող աշխատելու համար։ Եթե դուք խոսում եք, ամեն մեկը գիտակցաբար հասկացեք բարերի օգտագործման ընթացքում, կամ ձեր էությունը, մարդ էությունը, դուք ով եք, ինչ եք ձեզանից ներկայացնում։ Մեկ էլ մի քիչ էլ խնդրանք ձեր անցյալը մի մոռացեք։ Եթե ունեք, ես սաղին չեմ ասում, եթե ունեք նորմալ անցած ճանապարհ անցյալ, որ դուք այդ ժամանակահատվածում թույլ չեք տվել քո ազգի նկատմամբ, քո ժողովրդի նկատմամբ, քո հողի նկատմամբ, ինչ որ վատ բաներ կամ ինչ որ լուրջ բացթողումներ,
բոլորը իրավունք ունեք խոսելու։ Եթե ունեք, եթե դուք այդ բանն եք ստեղծել, այդ որ հանրային ձեր նկատմամբ միտքը կամ ձևակերպումը, ես խորհուրդ կտայի շատ զգուշ լինեք ձեր գործողության process-ի մեջ ու ձեր մտքերը ձևակերպելու կամ ներկայացնելու մեջ։ Այսքան բառերը, այսքան իմաստը միշտ այսպես բանարած, սա էմոցիաներ է ժողովուրդ։ Ես ցավ եմ ապրում, դրա համար էմոցիոնալ բաների ընթացքում սենց ինչ որ տենում եմ, սա իմ համար խայտարակություն է։ Սա իմ համար խայտարակություն է։ Ես երեկվա այդ բանը տեսնելով մեր Արցախի թեմի առաջնորդի պահվածքն է, թե իր ընդհանրապես մասնակցելն է կամ ընդհանրապես տեսնել են խմբի մեջ, որոնք ընդդեմ են հայրաքելական եկեղեցու այսօրվա բանին, այդ ինստիտուտի աշխատանքն է, թե իրականացմանն է, ես կասեմ դա հենց մեծ պարակտման process-ի գործողություն են փորձում իրականացնեն։ Հենց սկզբից տարբեր ուղղություններով աշխատեցին, դա չստացվեց, հիմի ներգրավեցին հոգևորական այդ շրջապատից մարդիկ, որ դրանով ցույց տան, բայց ես ձեզ ասեմ, պատերազմի ընթացքում, պատերազմի պարտության մեջ այն նմանատիպ մարդիկ էլ պատերազմի խոսքի զինվորականների մեջ են իրենք ներգրավել, որ դա գործանման բան դառնա։ Արցախի խոսքի այդ բոլոր այդ ժամանակահատվածում այս վերջի միջև այդ 23 սեպտեմբերի 19-20-ը էլի նույն ձևի մարդիկ էին արցախահայության կամ արցախցիների ղեկավարության մեջից ներգրավել, որ ցույց տան, որ խոսքի սա ընդհանուր բան է, բայց սրանց բռնած ամեն մի գործը տարել են կործանման։ Ու այն մարդիկ, ովքեր սրանց հետ համագործակցել են, սրանք վերջում դրանց տարել կամ զոհաբերել են կամ տարել են, որ ասում է օգտագործել ու շպրտել։ Ու նույնն էլ այսօրվա իրավիճակում ամեն մարդ, ամեն ներկայացուցիչ, ով ներկայաշխանության հետ համագործակցի, վերջում ձեզ օգտագործելու են, վերջում ձեզ ամեն ձևի պատժելու են կամ բան են ալելու, անազատության մեջ եք հայտնվելու։ Ձեզ օրինակ մեր գերիները ադրբեջանական բանտում, որոնք երկար ժամանակ իրար հետ էլի այն իրավիճակում շփվելով, աշխատելով, հաշվի առնելով, որ սրանք հայանպաստ բաներ են ներկայացնում, հաշվի առնելով, որ սրանք իրոք ուզում են Արցախը հայկական պահելու համար, համագործակցել են, շփվել են, աշխատանքներ, ինչ որ ճանապարհային քարտեզներ բանեն, բայց վերջում իրականությունը ցույց տվեց, որ սա գնաց Արցախի կործանման ու այդ մարդկանց էլ հանձնեց Բաքվի, որ ասում է Ալիևին։ Հաջորդ process-ների ընթացքում, պատերազմի ընթացքում դուք տեսնում եք այն զինվորականները, այն գեներալները, որոնք համաձայն չեն եղել իրականությունը տեսնելով, որ չպիտի գնաք դրան կամ չպիտի գնաք այդ քայլերին, սրանք այդ մարդկանց էլի ձերբակալեցին, սրանք այդ մարդկանց միջև օրս էլի, որ ասում է ամեն ձևի հալածանքներ պատժի տակ են պահում, նույն process-ի շարունակությունը հաջորդ բաների մեջ, հաջորդ գործողությունների մեջ, Արցախի կործանումից հետո, եթե դու մտահոգված ես եղել Արցախի կործանման համար, դու Արցախի ցեղասպանությունից տեղահանված ժողովրդին տեր կաղնեիր, տիրություն կանեիր։ Այդ մարդկանց միջև օրս էլ, որ ասում է ամեն ձևի հալածանքների տակ, ամեն ձևի դժվարությունների մեջ հայտնված, որ ասում է ծանր հետևանքներով գոյատևելով ապրում են։ Այս սա է ապացույցները բոլոր սրանց կողմից բոլոր այդ ուղղությունների վրա, որ ինչ ձև են սրանք աշխատում։ Այսօրվա իրավիճակում ներկայաշխանությունը ոչ մի ձևի բան չկա այս հողին տիրություն անելու կամ էլ վաղվա ապագան որոշելու։ Բոլոր իրենց ղեկավարման տարիները մենք տեսել ենք կործանարար process-ներ, մենք գնացել ենք կործանման, մենք զոհաբերել ենք սաղ հարազատներով, տներով, հայրենիքով, ինչ կա չկա ներկայաշխանության օրոք մենք դա բոլորը տեսել ենք։ Դուք մի վաղվա օրը ձեր նմանատիպ մարդիկ սրան ձեր սեղմելով կամ հավատալով ինչի-ինչոցա որ լավ ինչ որ վաղ ապագա կձևակերպվի, ես կասեմ դա ձեր անձնական որոշումն է։ Սա ձեր կյանքի բարելավման համար եք դուք գնում։
ով գնում այսօր իշխանության հետ համագործակցելու, սա իրեն ազնական կյանքի բարելավման համար է գնում, ժողովրդի, ազգի կամ հողի համար սրանք ոչ մի բանի մտածելու այդ կերպարները չեն։ Նորից եմ ասում, ցավոտ բանա, ցավալի բանա, բոլորը ինչ որ ամենօրյա ռեժիմով մեկ տեսնում ենք, բայց մյուս կողմից էլ կյանքը ինձ էի բանա, որ ասում ենք, ժամանակի ընթացքում ինքը ամեն մարդու էությունը կամ ամեն մարդու կերպարը ցույց է տալիս միշտ։ Ու այդ ժամանակն էլ որ գալիս է, այս ծանր ժամանակները, որ մարդ պիտի պատասխանատվություն կրի հայմատաբար իր պաշտոնից, հայմատաբար իր խոսքի քաղաքական հայացք ունեցող կամ բան ընդդիմադիր ներկայացուցիչ լինելով կամ կրոնական ուղղություններով խոսքի այդ կարևոր հատկանիշ ունեցող ուղղությամբ դերակատարությունը իրեն արդարացնի, բոլոր այդ ղեկավարները, բոլոր այդ անձերը, բոլոր այդ առաջնորդները, եթե չեն կարողանում իրենք արդարացնեն իրենց էությունը, պատասխանատվությունը, դուք ամեն գործի մեջ ուրեմն առաջին հերթին տեսնում եք ազնական ձեր շահը։ Ազնական շահի զոհ եք դառնում, հետո ձեզ արդարություն չեք ունենա ու չեք էլ ունեցել, որովհետև դուք այն էություն եք, որ տես նմանատիպ մարդիկ միշտ կարճ ժամանակ են լինում ինչ որ ղեկավար կամ ինչ որ մարդ էություն ինքը իր որպես համապատասխան այդ բանին, այդ պաշտոնին կամ էլ այդ ուղղության վրա։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, ժողովուրդ ջան, ոչ մի բանից մի հուսահատվեք։ Ծանր ժամանակները դժվար է, բայց չթողեք մեզ պառակտեն, բայց մի թողեք, մի հավատացեք այն մարդկանց, ովքեր իրաց էությունով արդեն լուրջ բացթողումներ են անում, բայց մի բան արեք այն մարդկանց, մի լսեք, մի գնացեք այն մարդկանց հետևից, ովքեր իրենց որ ասում են որոշումներով կամ իրենց դերակատարությունով մեզ մեր գլխին աղետ են բերել, մեր գլխին մի հատ ցավ են բերել։ Ախր այդ մարդիկ, եթե էլի անդրադառնամ հոգևորական այդ խմբի հետ, որ գնացել խոսքի մասնակցել են կամ դեմ են հայ առաքելական եկեղեցու այսօրվա խոսքի սենց բանին, ախր դուք նորից եմ ասում, այսօրվա իրավիճակում բացի Արցախում թողած եկեղեցիներից, բացի Արցախում թողած այդքան հզոր հայկական նշանակություն, պատմական նշանակություն ունեցող այդ սրբավայրերից, ուրիշ խոսելու բան չպիտի դուք ունենաք։ Դուք առավոտի ցիրիկում մենակ դրա պիտի այդ հարցը բարձրաձայնեք։ Դուք առավոտի ցիրիկում դրա այդ հարցերը պիտի կարևորացնեք։ Դուք առավոտի ցիրիկում հանրության ժողովրդի հետ պիտի շփումներ, որ ասում ամենօրյա ռեժիմով շփումներ ունենաք, որը ժողովրդի մեջ այդ ուժը, այդ հույսը, հավատը այդ ավելի գեներացնեք, ավելի զարգացնեք, բայց դուք թողած գնում եք ինչով եք զբաղվում, բայց դուք թողած այդ ամեն այդ կարևոր այսօրվա իրավիճակում ում եք ուրախացնում։ Դուք գիտեք, որ հայկական հանրությունը այդ մի հանրություն, բայց միջազգային հանրությունը սաղ հետևում է ձեր պահվածքը, առաջետին թշնամին չի ողջունում, թշնամին ծիծաղում է, թշնամուն չի ողջունում ձեր պահվածքը կամ ձեր ընտրած ճանապարհը, թշնամին ձեր մեջ տենում է խոսքի բան, վաղվա խոսքի համագործակցելու ներկայացուցիչներ։ Թշնամին ձեր երեխոս գլուխները կտրել է, ձեր որ ասում է հայրենակիցներին անտուն անհայրենիք հա թողել, դուք եկած այսօր թշնամու բանն եք, որ ասում է, այս հիմիկվա իրավիճակում ձեր պահվածքով արդարացնում։ Բաստեղ որտեղ արժանապատվությունը, ուր մնաց մարտեությունը, ուր մնաց մեր ազգային գաղափարախոսությունը, ուր մնաց մեր քրիստոնեական այդ հզոր ու բանի ուժի կարևորությունը, ուր մնաց դրանք բոլորը, ուր թողեցիք, ինչ փոխեց ձեզ, ինչ ստիպեց ձեզ գնաք այդ քայլերին, ինչն է այս կյանքում ավելի առավել, որ դուք հայմատաբար վերցնում կամ այդ ուղղությունն եք բանանում, ճանապարհն եք ընտրում։ Ու նորից եմ ասում, Արցախահայության համար մեր այս տեսարանը, որ մենք երեք տեսանք, դա իրոք շատ ցավալի, շատ անընդունելի բան է, բայց ոչ մի բան, ժողովուրդ, մենք ուժեղ ենք, մենք դիմադրելու ենք, մենք էսել ենք ասնելու, մեր էությունը, մեր հզորությունը էլի ենք ցուսաբերելու, որովհետև ունենք մեզ պարտականություն,
հայկական Արցախը վերադարձնելու համար։ Մենք ունենք անելիքներ բոլոր այդ զոհված հերոսների առաջ, խոնարհվելով դե տղորց առաջ, մենք ունենք այն աշխատանքները, որ մենք պիտի դա իրականություն դարձնենք, ու դա իրականություն է դարձնելու, նորից եմ ասում, որ մենք ինքներս որպես ժողովուրդ, որպես ազգ ամբողջովին չփոխվենք, նյութապաշտ չդառնանք ու չգնանք մի կոպեկի 1000 դրամանոց այդ որ այդ գործողությունների process-ների մեջ դառնանք խաղալիք թշնամու համար, որ վաղվա օրներ մեզ էլի կվաճառեն կամ կօգտագործեն ամեն մի ուղղության վրա։